Առանց հաչալ, հանգիստ խելոք։ Մուլտիկ, գնացեք երեք, ես գնամ հետ որցուկի, ինչպես վարվեմ էլ չգիտեմ արդեն։ Մամա դուր մնաց։ Որցուկ, կրկնվում եմ երևի, բայց որցուկը ընդամենը հաչալով մոտենում է, ոչ ատամ է ցույց տալի, ոչ բռնում է։ Մարդիկ, եթե վախենում հետ են գնում, նա էլ առաջ է գալի հաչալով։ Դու հասկանում ես այդքան բանը։ Հասկանում ես, որ անիմաստ հաչալով վտանգ ես ներկայացնում իրանց համար։ Հաչում ես, մոտենում ես, վախենում են։ Չգիտեմ։ Սարի վրայից լավ է երևում Ավրորա ամեն ինչ։ Արի, բարձունքից արի, ներքև կեր։ Կեր տեսնեմ վերջի ինչ ա լինում։ Հերթական հարձակումը ինձ վրա մարդկանց կողմից երբ ա լինելու, արի։ Ու ամենավատը գիտեք որն ա, երբ որ իրենք տեսնում են, ասենք ես շուն եմ կերակրում, իրանք համարում են, որ այս շները իմն են, պատասխանատվությունը շների վարքի ես եմ կրում, բայց ես չեմ կարողանում այդ մարդկանց բացատրել, որ այդ շները իմ անձնական տարածքում չեն ապրում, որ ես վարժեցնեմ իրենց, իրենք ապրում են դրսում, իսկ դրսում 1000 մարդ է անցնում, հրահրում են, խփում են, և իրենց վարքը ես չեմ կարող վերահսկել, շատ էլ կերակրում եմ իրենց։ Բազմաթիվ անգամ ասել եմ ինչպես անել, որ շունը հանգիստ գնա, չխփել, չվնասել, ում կասես։ Բոլորը մի բան անգիր գիտեն լավ, վախենում ենք։ Դա դարձրել են դրոշակ ու վերջ, մեղավորն էլ ես եմ, որովհետև կերակրում եմ։ Այսինքն շներն ինձ են պատկանում, որ մի անկյունում ինչ-որ մի շուն հաչած մեղավորը ես եմ, չգիտեմ արդեն այսպես ուր ենք հասնելու։ Զաբելը չի հաչում, խելոք ա։ Հան Զաբել, տեսեք, ձեռքս բարձրացնում եմ վախենում ա, այսինքն նշանակում ա ձեռքով խփել են, շանը։ Ձեռքս բարձրացնում եմ վախենում ա, ռեակցիան ստուգում եք այդպես, արդյոք նրան խփել են թե ոչ։ Եթե ձեռքդ բարձրացնում ես ու շունը կծկվում և վախենում ա, նշանակում ա խփել են նրան։ Քանի որ Զաբելը մարդամոտ շունը հնարավոր է նա մոտենում է մարդկանց, նրանք ձեռք են բարձրացնում, խփում են։ Որցուկ սուս կարող ա մնաս։ Որ սիրվի։ Վայ։ Նիհարս, եկել ես այստեղ ես հաս, արի Նիհարս, արի։ Կեր Նիհար ջան, կեր ես գնեմ։ Որցուկ ես ճանապարհս երկարացրել եմ, պտտվում եմ, դու էլի դիմաց ես դուրս գալի։ Լավ էլի։ Կեր սոված շունիկ։ Երեք եկել էիր մեր շենք, հացը դեմը հաց էին գցել, մի անգամից կորի դուրս եկան խեղճը, չհասցրեց անգամ հացի պատառը ուտել։ Վախկոտ եմ ես։ Լավ կեր։ Էй, տերով շուն, ես քեզ տվեցի էլ մի հաչա խեղճի վրա։ Սպիտակ։ Այդտեղ ես, ինչ ապրեմ քեզ, թե գնանք այնտեղ։ Ոնց է սպիտակս։ Մենակով ես այստեղ, հա, կամ անց աչքդ կվնասվի։ Արի լավ, արի գնանք այնտեղ, հա, սիրունս։ Հա մյուսներն ում են սպիտակս, հա։ Արի լավ, մի վախեց։ Սիրունս։ Ու սամանը, որի մեջ ջուր կար, ուր ա պուպուշս։ Չգիտես։ Հա, կեր սիրունս, կեր։ Հա, այնտեղ էլ եմ նույնը լցրել, գանք ուտեն իրենք էլ։ Հաջողություն սպիտակս։ Շուն կերներ կա, կգնաս մյուսներին կասես կա ուտեն եղավ։ Դե կասես կան ուտեն, հաջող։ Անփորձ։ Հանգիստ, լավ։ Եկեք։ Մի հատ դուք հետ անցեք, հետ եկեք մի հատ։ Ես դուք ինչ եք գալիս հասնում այստեղ, կասեք ինձ։ Հա։ Երեք ձագերը, նա կաղացող մայրն էլ են։ Ինչ եք գալիս։ Այս կողմ ախր ձեր տարածքը այստեղ չի, չէ։ Ձեր տարածքը են ավտոտնակները վերջանում են այն կողմն է։ Ինչ եք գալիս հասնում այստեղ։ Սոված եք, լավ, հիմա կերակ։ Ինչ սոված եք դուք։ Խայտառակ կերպով։ Լավ դուք կերեք այստեղ։ Սիրուն ջան, մի հաճա, թող ուտեն, մեղք են։ Շատ էլ այն կարմիր մեքենա սպիտակ որ կա, այդ կողմերն են լինում այդ սկաղ ոտքով շունիկները, բայց այնքան սոված էին սիրուն ջան, եկել հասել էին այստեղ, թող ուտեն, լավ, արի ես քեզ այստեղ կերակրեմ։ Դու քեզ սիրում ես, իրենք թող իրենց ուտեն, լավ, մեղք են։ Կամանց առաջանում ես, արի։
եկեր։ Ես էլ սպիտակներն են։ Կերեք, հեսա, արի, էստեղ։ Էրձակ չունես, արդեն ազատ ես թողել։ Մի քանի տեղերը այսպես լցրել եմ, ես կգնամ։ Ով սովածա կգա կուտի, ով կուշտա կգնա, սովածները կգան կուտեն։ Դու էլ էստեղ ես։ Գնա կեր սիրենս։ Արջը պարկածա հեռու։ Տեսնես ինչի ոչ մեկի վրա չի հարձակվում։